Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2011 թվականի նոյեմբերին ընդունված բանաձևի համաձայն ապրիլի 30-ը նշվում է որպես ջազի միջազգային օր։ Հայաստանը նույնպես անմասն չի մնացել ջազը հանրահռչակելու այս գլոբալ նախաձեռնությունից։ Մենք այսօր խոսելու ենք ջազի մշակույթի, նրա հասարակական քաղաքական դերի, ջազի փիլիսոփայության ու նաև համաշխարհային ջազի մերօրյա զարգացումների հայաստանյան ազդեցությունների նաև մասին։ Զրուցակիցս երաժշտագետ, ջազագետ Ռիմա Տիգրանյանն է։ Ողջույն Ռիմա, շնորհակալություն, որ մեզ հյուր եկաք։ Ողջույն Նազելի ջան, ես եմ շնորհակալ։ Դե շնորհավորում եմ ձեզ, որովհետև դուք այսպես ջազի գիտակ եք եւ ջազի մեջ եք այսպես միշտ կլոր տարին։ Շնորհակալ եմ։ Կան մի շարք պատճառներ, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչու է այս օրը կարևորել եւ նշանավորել որպես ջազի միջազգային օր։ Այո։ Նախ եւ առաջ ջազի միջազգայնացումը ավելի վաղ պատմություն ունի։ Գալիս է դեռևս 80-ական թվականներից, դեռ լոկալ ամերիկյան մշակույթում սկսվեց ջազային ամիս հասկացությունը, հետո դա ավելի միջազգայնացվեց եւ Սմիթսոնյան թանգարանը նշանավորեց ջազի ամիս աշխարհում։ Եվ եթե ես չեմ սխալվում, 2002 թե 3 թվականից Հայաստանն էլ էր այդ կարելի ասել ընդհանուր համաշխարհային ջազ համայնքի մի մասը։ Եվ այստեղ էլ մեկ ամիս ջազը տոնվում էր դասախոսություններով, վարպետաց դասերով, համերգներով, հյուրերով։ Հետագայում արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորելով ջազից եկող մի շարք կոնցեպտներ, այդտեղ ազատության գաղափարներ, անկախացումը, արդարությունը, ռասայական խնդիրները, հավասարության, այո, մարդու իրավունքների հարցներ շոշափվում, ինչու՞ չէ, միջմշակութային երկխոսություններ առաջնային պլանում։ Եվ այս ամեն ինչը համախմբելով արևմուտք եւ արևելք քաղաքակրթությունների երկխոսություն ձևավորելու համար փաստացի ապրիլի 30-ը որոշվեց ընդունել եւ նշել ջազի միջազգային օր։ Եվ 2011 թվականից, ինչպես դու նշեցիր, ողջ աշխարհը նշում է այս օրը։ Տեղի ունենում մի շարք տարբեր համերգներ, վարպետաց դասեր, դասախոսություններ, եւ ամեն տարի մի երկրում, մի քաղաքում է դա տեղի ունենում։ Ու միտումն է հետաքրքիր, որ եթե նախորդ դարի 20-ական թվականներին, այսպես ասած, ջազը դա արևմուտքի եւ արևելքի բախման, ինչ որ առումով հակադրության հարցներ դնում, ապա այսօր կարող ենք ասել, որ նրանք երկխոսում են։ Եվ դա թե գիտական ուսումնասիրությունների թեմաներով եթե շոշափենք, թե հենց զուտ համերգային առումով, կնկատենք, որ երկխոսության մասին է խոսքը։ Եվ եթե առաջ նախկինում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը ջազի առումով առաջ էր բերում ջազի լոկալ ամերիկյան թեզի շեշտադրությունը, ապա այսօր նորից հակառակն է։ Նույն քաղաքականությունը վերափոխվել է եւ գլոբալիզացիայի ուղին է բռնել։ Ջազի ադապտացիան, տեղայնացումն են ուսումնասիրում այսօր։ Այնուամենայնիվ ջազը ամերիկյան է։ Միանշանակ։ Որպես բնորան իհարկե ամերիկյան է, բայց այսօր կարող ենք ասել եւ նույն ամերիկացիներն են նշում, որ համաշխարհային է։ Այդպես կարող ենք ասել, որ, չգիտեմ, դասական երաժշտության ակունքներն էլ կարող ենք Իտալիայում, Գերմանիայում տեսնել, բայց այսօր համաշխարհային դասական երաժշտություն կա, չէ, յուրաքանչյուր երկրում։ Ռիմա, ջազը եւ ազատության գաղափարը սերտորեն կապված են միմյանց հետ եւ ինչպես դուք եք ասում, հենց այդ փնտրտուքներն են ընդլայնում ջազի սահմանները եւ ընդհանրապես յուրաքանչյուր ժամանակաշրջան կարծես թե էլի ձեր տեքստից եմ մեջ բերում, գուժում է ջազի մահը եւ ջազի ճգնաժամն ու ավարտը, այսպես ասած։ Եկեք սահմանենք, թե այսօր մեր օրերում 21-րդ դարում ինչ է ջազը։ Շատ հետաքրքիր հարց, թվում է թե պարզ, բայց եւ շատ ընդգրկուն։ Ինչ է ջազը հարցադրմանը կարելի է ամենատարբեր կողմերից մոտենալ։
Կարող ենք հենց ընդունված տեքստերը, հա, եզրահանգումները առաջ բերել, սահմանումները։ Մյուս կողմից ջազը մի բան չէ։ Ջազը մշակույթ է, ես սիրում եմ ասել ջազը մշակույթ է, որովհետև ունի ենթամշակույթային շատ լայն ուղղվածություն։ Ջազը արվեստ է։ Ջազը միայն երաժշտություն չէ, ջազը կա նկարչության մեջ, կինոյում կա ջազ, գրականության։ Այո, ջազը նաև կենսակերպ է, կենցաղ է, մտածողություն է, ջազն անգամ կրոն է։ Կան նաև հոգևոր որոշակի ուղղվածություններ, կա եկեղեցի։ Հետևաբար մենք չենք կարող խոսել իր ճգնաժամի մասին։ Ճգնաժամի մասին կարող ենք խոսել։ Եվ պատմության ընթացքում տարբեր փուլերում ջազը ունեցել է այդ ճգնաժամը, բայց այդ ձեր նշած ջազային մահի դիսկուրսները հենց խոսում էին այդ պահին ջազի սահմանների ընդլայնման, վերափոխման, որովհետև այո, եթե դու ստատիկ մնում ես նույն տեղում, ապա իսկապես կարող ենք խոսել ջազի մահվան մասին։ Եթե կարողանում ենք այն սահմանել, նշանակում է այն ավարտված է։ Եթե այն փոխվում է, վերափոխվում է եւ կասկածի տակ է դրվում նրա սահմանները, նշանակում է նա ինչ-որ process-ի մեջ է եւ ինչ-որ զարգացում է տեղի ունենում։ Մենք կարող ենք հիմա այդ զարգացումի մասին խոսել, եթե իհարկե կա։ Իհարկե կարող ենք։ Զարգացում միշտ կա, հենց դրա մասին է խոսքը։ Ինչպես այն վերափոխվել մեր օրերում, տեսեք, այսպես տեխնիկայի զարգացման եւ համացանցային այս բումի ժամանակաշրջանում, որ Գիտեք, եթե կապեմ մի փոքր sense կարճ անցնենք, հա, ժամանակի միջով ջազի պատմության, կարելի է այսպես ասել, 20-րդ դարի սկիզբը տվեց այս մշակութային երևույթը, որը կոչվեց ջազ։ Եթե խոսենք օրինակ 30-ական, 40-ական թվականների մասին, ապա օրինակ շատ լավ բնորոշել է ֆրանկֆուրտյան դպրոցի վառներկայացուցիչներից Թեոդոր Ադորնոն, ով սոցիոլոգ էր եւ երաժշտության փիլիսոփա, նա ջազը տեղավորում էր մասսայականության մշակույթի մեջ եւ օրինակ դիտարկում էր այն պատրանքի, ազատության պատրանքի դիտանկյունից, որակավորելով այն ստանդարտիզացված որոշակի համակարգերում տեղավորված եւ ինչ որ առումով չէր սխալվում, քանի որ 30-ականների ջազի մասին եթե խոսանք, ազատության մասին, այդ գաղափարախոսության մասին, ապա այո, այն ժամանցային էր, պարային էր եւ սահմանափակ էր։ Եվ այդ իմպրովիզացիան, որը կար 30-ականներին, իհարկե ինչ որ առումով պատրանքային ազատության մասին էր խոսում։ Իհարկե նաև կար քննադատություն, որովհետև Ադորնոն շատ եվրոպակենտրոնական տեսանկյունից էր դիտարկում ջազը, որտեղ ինչ որ առումով ռասայական չեզոքության դիտանկյունից էր։ Հետագայում օրինակ աֆրոկենտրոն փիլիսոփաները, աֆրոամերիկացի փիլիսոփաները դիտարկում էին այն որպես դիմադրություն։ Սև ինքնության 60-ականներից 50-ի դեռևս 40-ական թվականներից սկսած։ Ավելի վաղ, կարող եմ ասել Հարլեմյան վերածննդի դարաշրջանից, արդեն կային այդ միտումները, նոր նեգր էին ասում, նոր նեգրի գաղափարախոսության։ Աֆրոամերիկացի եզրույթը դա շատ ավելի ուշ հասկացություն է, մոտավորապես 80-ական թվականների, եւ այն ժամանակ նրանք խոսում էին նոր նեգրի, նոր սևի մասին, որը հիմնականում այդ black art կոնցեպտի շրջանակներում էր գաղափարային տեղավորվում։ Ջազի ազատության ու փիլիսոփայության մասին շատ տարբեր զարգացածություններ են եղել, օրինակ էգզիստենցիալիստներն են այդտեղ հարց դրել գոյաբանության, որպես փորձառություն, կյանքի փորձառություն, էգզիստենցիալ հարցադրումներ, դիմադրություն, նույն բիտնիկներն են դրան նայել, էլի կարելի ասել ինչ որ առումով մոտ էգզիստենցիալիստներին, շատ տարբեր անկյուններից կարող ենք նայել, անգամ հոգեբանական տեսանկյունից, հա։ Եթե այդ տեսանկյունից նայենք, մի հետաքրքիր ջազային գիտարիստ կա, ավանգարդ, Դերեկ Բեյլին, ով հրաշալի միտք մի հարցազրույցներից մեկում ասեց, թե իմպրովիզացիան, հատկապես ջազային իմպրովիզացիան, դա հնչեցված անգիտակցականն է։ Եվ անգիտակցականը, եթե ֆրոյդյան մեխանիզմի, հա, տեսանկյունից գանք, ապա խոսում է դիմադրության ճնշված ցավերի, վախերի մասին, որոնք բարձրաձայնում են եւ լսելի են դառնում։
Եվ եթե լսելիության գիծը զարգացնենք, ապա օրինակ շատ լավ այն ամփոփվում է Ռալֆ Էլիսոնի Անտեսանելի մարդը գրքում, որտեղ խոսվում է սև մարդու լսելիության կարևորության մասին, եթե ես լսելի եմ, ես կարևոր եմ, եթե իմ ձայնը լսելի է, ապա ես գոյություն ունեմ։ Իսկ կարելի է ասել, որ հենց սև մարդու ազատության մասին էր ջազը ի սկզբանե։ Իհարկե, հենց սև մարդու ազատության ճնշված իրական կյանքում ազատություն չունեցած մարդու մասին էր։ Եվ հենց դա է պատճառը, որ համաշխարհային, այսպես ասած, աշխարհի այն երկրներում, որտեղ կամ տոտալիտար համակարգ է, ջազը ընդունված չէ։ Եվ իսկ այսօր ինչ խնդիր է լուծում ջազը, ասենք եթե առաջ այսպես սև մարդկանց ազատության իրավունքների մասին էր խոսում, պայքարում կամ ինչ որ այդպիսի մտածողություն էր առաջ բերում, այսօր ինչ խնդիր ունի։ Ես կարծում եմ այսօր ավելի մեղմ է երկխոսում ջազը, ավելի շուտ երկխոսության ձևաչափում է աշխատում, քան այդպես ակտիվ պայքարի դիմադրության ձևաչափում, որ օրինակ կարող ենք խոսել 60-ականների քաղաքացիական շարժման օրինակ ինչ ասել է երկխոսություն, ամերիկյան ջազը երկխոսում է աշխարհի ջազի հետ, հա, այդպես կարելի ասել, թե էլի արևելք արևմուտք խնդիրն է։ Կարծում եմ երկուսն էլ կարող ենք ասել, որովհետև եթե տեսնենք հիմա գլոբալ ջազային համերգներում ինչ է գերակշռում միտումների առումով, ապա կտեսնենք հատկապես աֆրիկական երկրներից, արևելքի երկրներից երաժիշտներ եւ նույն ամերիկյան երաժիշտները ինչ որ առումով այդ ցիկլի մեջ են, պտտվում են։ Կարծես թե վերադառնալով հին արմատներին։ Այո։ Եվ եթե ասենք նախկինում ջազը հեղափոխական երաժշտություն կարելի էր համարել ու այսպես հնի կազմաքանդող, այսպես, չէ, հին արժեքները այսպես քանդող, նաև խոսող հանրության մի շարք խնդիրների մասին, այսօր խոսում է հանրության խնդիրների մասին ջազը, բարձրաձայնում է այդ մասին եւ ինչպես։ Գիտեք, եւ այո, եւ ոչ։ Նորից եմ կրկնում, դա սրության հարցն է երևի թե։ Այդպես սուր դիմադրողական ինչ որ զենքով չի ասի, ինչ որ մենք նկատում ենք 60-ական թվականներին, բայց եւ խոսում է, եւ անգամ ինչ որ առումով Հայաստանում եւս մի քանի տարի առաջ օրինակ թողարկվեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի ալբոմը Մենք ու Մունք, որը Հայաստանի եւ Արցախի միավորման մասին էր եւ կոնցեպտը, այո, այդ երկխոսության միավորման մասին էր։ Պարզապես գուցե այո փողոց դուրս չի գալիս, գուցե ինչ որ այլ պայքարի ձև չի ընտրում, բայց խոսում է երաժշտության լեզվով։ Եվ աշխարհում եւս տարբեր ակցիաներ են տեղի ունենում ջազային երաժիշտների, ջազային ալբոմների ներկայությամբ։ Բայց չենք կարող իհարկե համեմատել այն արգելքը, որը կրում էր ջազը նույն 50, 40, 60-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ թեկուզ ԽՍՀՄ-ում, որն արգելված էր, գիտեք, կամ ինչու՞ չէ, նացիստական Գերմանիայում եւս արգելված էր ջազը, համարվում էր կիսամարտկանց երաժշտություն։ Խորհրդային տարածքում նույնպես, չէ՞։ Այո, ասում էր, այսօր լսում ես ջազ, վաղը հայրենիքդ կդավաճանես։ Դա խորհրդային միության այսպես կարգախոս էր, հա, ինչ որ այդ։ Այո, բավական հայտնի տարածված եւ եւս մեկը կար, ասում էր մեկ քայլ է սաքսոֆոնից դեպի ֆինական դանակ։ Բավական սուր էր եւ այո, արգելքները կային, բայց իհարկե միշտ կար այդ underground ընդհատակյա ձևաչափը, որի շնորհիվ կարողանում էր ջազը զարգանալ։ Եվ այսօր էլ եթե երկխոսությանն ենք ջազային վերադառնում, ապա կարող եմ նշել, որ հիմա մեր երկու երաժիշտներից Սամվելը Գասպարյան, դաշնակահար եւ Արմանը Մնացականյան, հարվածային գործիքների վարպետ, երեք մասնակցում էին այդ գլոբալ ջազի համերգներին եւ համաշխարհային ջազ երաժիշտների հետ համագործակցում։ Որտեղ, որ Աբու Դաբիում։ Այս տարի Աբու Դաբիում է տեղի ունեցել, այսինքն տեղի ունենում գլոբալ ջազ համերգը եւ նրանք եւս մասնակցում են։ Եվ դա ինչ որ ջազի խորհրդի որոշմամբ թե ինչ որ իրենց սեփական նախաձեռնությամբ է տեղի ունենում։ Սամվելը Գասպարյան
Բերքլիում է, նա դասախոսում է եւ այդ նվագախմբի դաշնակահարն է։ Զուտ այդպես որպես լավ երաժիշտ։ Ռիմա, իսկ մեր հայաստանյան ջազը գիտենք, որ խորհրդային ժամանակներում մեկուսի է զարգացել, ամեն դեպքում հայկական ջազը եւ հատկապես զարգացել է խորհրդային ժամանակներում, եթե ասում ենք մենք հայկական ջազ, նկատի ունենք երևի հենց խորհրդահայ ջազը ինչ որ իմաստով եւ այն այսպես աշխարհի հետ հաղորդակցվելու քիչ հնարավորություններ է ունեցել։ Այսօր ինչպիսին է իրավիճակը, կարող ենք ասել, որ հայաստանյան ջազը նույնպես երկխոսում է աշխարհի հետ, կապեր է ստեղծում որոշակի։ Կարծում եմ այո, կարող ենք ասել, ունենք երաժիշտներ, ովքեր ուղղակի ներկայացնում են այսօր Հայաստանը եւ մեծ պատվով են ներկայացնում թեկուս նույն Տիգրան Համասյանը, Վարդան Հովսեփյանը, Արտյոմ Մանուկյանը, նրանք երաժիշտներ են, ովքեր արդեն բավական մեծ անուն ունեն եւ կարող են հանդես են գալիս Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, շատերը մեծ եւ լուրջ համագործակցություններ են ունեցել եւ ունենում համաշխարհային ջազ երաժիշտների հետ։ Վերջերս վերադարձավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը եվրոպական շրջանառություններից Հարավային Ամերիկայում էին մեկնել համերգային մեծ շրջանառության։ Այո, կարծում եմ երկխոսում են, պարզապես դե ոնց որ երևի թե բոլոր երկրներում համակարգվածության խնդիր կա կամ գուցե ավելի շատ ուշադրություն դարձնելու, բայց այսօր էլ օրինակ ջազի ասոցիացիան եւ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել են եւ նշվելու է Հայաստանում ջազի միջազգային օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ինչպես ամեն տարի արդեն 14 կարծես թե տարի նշվում է եւ այսօր էլ ներկայանալու է 2012 Այո, հենց սկզբից, հենց առաջին տարուց Հայաստանը եւս մասնակցում է այդ միջազգային ջազի օրվան նվիրված բոլոր միջոցառումներին։ Իսկ եթե դիտարկենք հայկական ջազը, այսօր զարգացող ջազը, որ ավանդույթի կրողն է, եթե այսպես նայենք, հիմնականում արևմտյան ավանդույթների, ամերիկյան, թե խորհրդայինի այդ ավանդույթի կրողն ու շարունակողն է։ Գիտեք, իրականում հրաշալին այն է, որ բոլոր ուղղություններն էլ այստեղ կան։ Մենք ունենք եւ դասական ամերիկյան ջազի փայլուն երաժիշտներ, կատարողներ, խմբեր, նվագախմբեր եւ ունենք սովետական ավանդույթները պահպանած ջազային նվագախմբեր եւ կատարողներ, ինչպես նաեւ ունենք էթնոջազին հարող ավելի հայկականացված շեշտադրության ուղղության ներկայացուցիչներ, այնպես որ կարծում եմ ունենք բոլոր ուղղությունները եւ բոլորն ավելի պահանջված այսօր աշխարհում։ Աշխարհում սիրված, պահանջված։ Կարծես թե ավելի հետաքրքիր է դրսի ականջին ավելի հետաքրքիր է էթնիկ ուղղվածությամբ երաժշտական խմբերը, քանի որ գուցե հետաքրքիր է, գուցե դրանով կզարմացնես, այս հարցը կա։ Բայց ունենք նաև երաժիշտներ, ովքեր կապ չունեն այդ էթնոջազի հետ եւ նույն կերպ ներկայանում են։ Օրինակ նույն Սամվելը Գասպարյան էթնոջազի հետ որևէ կապ չունի, բայց արդեն ինչպես արդեն խոսեցի, ելույթ անում եւ վերջին կարծես թե նախորդ տարվա ընթացքում էր իր վերջին ալբոմը Grammy shortlist-ում հայտնվեց։ Չիկ Կորեային նվիրված ալբոմը։ Դա հաջողություն է։ Կարծում եմ այո։ Տեսեք, դուք խոսում եք զարմացնելու հետ կապված, այսինքն ամեն ինչ սպառվել է, ամեն ինչ ավարտվել է, նոր բան չկա եւ հիմա պիտի մի բան անենք, որ զարմացնենք, չէ՞։ Այդպիսի խնդիր ունի այսօր ջազը։ Կարծում եմ յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է եւ արվեստում հաճախ է այդ կրկնությունը լինում, ինչ որ մի բանը գալիս է, իհարկե այստեղ կարող ենք նորաձևության մասին էլ խոսել, երաժշտական նորաձևության, բայց եւ դեռևս չեմ կարծում, որ սպառվել է ջազը, այսպես ասած այդ մահվան գույժը դեռ ինձ թվում է չենք կարող ասել, որովհետեւ անդադար ջազը երկխոսում է նոր ժամանակակից երաժշտական ուղղությունների ժանրերի հետ։ Եվ հենց այս ժանրերի կարող ենք էլեկտրոնային երաժշտության բոլոր հնարավոր ուղղությունների, հիփ-հոփի եւ դրա զարգացումների, ռոքի, մետալի բոլոր հնարավոր երաժշտական ուղղությունների հետ եւ ոչ միայն երաժշտական,
պոեզիայի արձակի դա իհարկե նորություն չի, դեռևս բիտնիկներն էին այդ համագործակցությունը սկսել, բայց ուզում եմ ասեմ կինոյի, նկարչության, արվեստի բոլոր հնարավոր ձևերի հետ այն երկխոսում է։ Կարծում եմ հենց դրա մեջ է, որ երբ դու ստատիկ նույն կետում չես մնում, փորձում ես քանդել հինը, ընդլայնել սահմաններդ եւ մնում ես երևի թե ակտուալ։ Ես ձեր տեքստում կարդացի, որ այնտեղ միտեղ, որ ջազում հումորն ու ծաղրը նաև առանցքային դեր ունի։ Ճիշտ ասած, ինձ համար դա ինչ-որ մի նոր բան էր, չգիտեի։ Կարող ենք մեկնաբանել, թե ջազում որ ինչպես է արտահայտվում, այո, եւ ինչպես է արտահայտվում։ Այո, ծաղրը եւ հումորը։ Իրականում դա պոստմոդեռնիստական կոնցեպտի մի մաս է եւ ասելով ծաղրը հեգնանքը կամ հղումների մասին խոսելով նկատի ունենք, երբ օրինակ հնչում է որոշակի մեղեդի, որը գրված է կամ գիտենք, բայց այդ մեղեդու ընթացքում երաժիշտը մեկ այլ հղում է կատարում։ Օրինակ ավելի վառ պատկերացնելու համար բերեմ Չարլի Պարկերի սիրելի երկխոսությունները, այսպես ասած, երբ նա ակումբում նվագելիս էր լինում եւ մուտք էր գործում ինչ որ մի աղջիկ կամ կին, որը նրան դուր էր գալիս, նա սկսում էր ինչ որ մի ցիտատ այդ պահին նվագել, որպիսի խոսեցներ այդ աղջկան, այսպես ասած երաշտական կոկետություն էր անում, այսինքն տեղում իմպրովիզացիայի, այո, բացարձակ կապ չունեցող այդ մեղեդիի հետ մի ֆրազ Մեր երաժիշտներն են շատ սիրում այդ հղումային խոսակցությունը, օրինակ հաճախ Վահագն Հայրապետյանն է օգտագործում այդ խոսակցությունը լսարանի հետ, եւ հեռախոսն է զանգում կամ ինչ որ մի բան, ու նա սկսում է նվագել այդ սա փաստացի հղում է եւ երկխոսության մի ձև լսարանի հետ։ Կամ թեկուզ երաժիշտները իրար մեջ կարող են խոսել, հումոր անել, երաշտական լեզվով հումոր անել։ Իսկ դա կարևոր նախապայման է ջազի համար, թե այդպես որպես իմպրովիզացիայի։ Դժվար է ասել կարևոր թե ոչ, բայց ավելի շուտ կարելի է խոսել նրա մասին, որ դա ցույց է տալիս ջազի կենթանի լինելու եւ տվյալ process-ում այդ պահի երաժշտությունը ներկայացնելու մասին։ Այսինքն այդ պահի տրամադրությունը, այդ պահի մթնոլորտն է ցույց տալիս։ Իսկ ընդհանրապես ջազը, այսինքն հայկական ջազը միջազգայնացնելու հետ կապված այսօր ինչ զարգացումներ կան, կարելի է ասել, որ մեր ջազը այսպես ինքը իր ճանապարհները հարթում է դեպի միջազգային հարթակներ, թե պիտի ավելի չգիտեմ, այսինքն պետական մոտեցումներ լինեն։ Կարծում եմ այո, պետական մոտեցումները առանցքային դեր ունեն, որովհետև դա կապված է թե ֆինանսական, թե որոշակի կապեր, կոնտակտներ ստեղծելու մասին։ Հիմնականում ավելի անհատականացման ճանապարհով է տեղի ունենում, քանի որ երաժիշտները մեծ մասամբ շրջագայում են, ունեն որոշակի հարաբերություններ եւ կապեր համաշխարհային ջազմենների հետ, անհատական մակարդակով է, որովհետև երաժշտական արդյունաբերությունը ցավոք Հայաստանում այդքան զարգացած չէ, եւ չեմ կարող ասել, որ կան մեծ եւ լուրջ երաժշտական որոշակի կազմակերպություններ, ովքեր զբաղվում են երաժշտին, որպեսզի օգնեն, որ նա օրինակ որոշակի փառատոների մասնակցի, մրցույթների, դա ավելի անհատական մոտեցում է։ Իհարկե կան որոշ կազմակերպություններ, այնպես չի որ ընդհանրապես չկան, բայց այն մասշտաբի, այն խորության եւ այն ֆինանսական հիմքով, որ կօգնի, այսպես ասած, մասշտաբային զարգացմանը մենք դեռ ցավոք չունենք։ Ռիմա, ինձ շատ հետաքրքիր է նաև որպես ջազի մարդ, ինչու է ձեզ հետաքրքրում եւ գրավում ջազը առհասարակ եւ ինչպես եղավ դա։ Հետաքրքիր հարց է։ Մանկության տարիներից կարելի ասել սերը սկսվեց դեռևս հորեղբայրս եւ հորեղբորս կինը իրենք են սիրել միշտ ջազ եւ ես դեռ փոքրուց լսում էի, որ հորեղբայրս է նվագում դաշնամուրի վրա, նրա կինը երաժիշտ է, ֆոլկլորագետ է, նրանց շնորհիվ լսել եմ, ծանոթացել եմ ջազային երաժշտությունը եւ հետո հասկացել եմ, որ այդ երաժշտությունը հենց իմն է, իմ հոգուն հարազատ է։
Կան այնպիսի դեմքեր ջազում, որոնք այդպես շատ կարևոր նշանակալի դեր ունեցան քո ընտրության հարցում։ Մասնագիտական ընտրության։ Այո, դեպի ջազը ուսումնասիրելու, հետազոտելու ընտրության։ Կարծում եմ ոչ թե այդքան հենց կոնկրետ ջազմեններն էին, որ ինձ հետաքրքիր էին, այլ նախ ինձ համար անհասկանալի էր ինչու Հայաստանում ջազը պատմական ու գիտական առումով ուսումնասիրված չէր գրեթե եւ անգամ այսօր երբ ես բարբերաբար ինչ որ գործի կամ ուսումնասիրության համար այցելում եմ գաթ արխիվ, արվեստի եւ գրականության, ապա ցավով տեսնում եմ, որ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կամ ջազին վերաբերվող արխիվների մոտ 20 եւ ավել տարի իմ ստորագրությունն է միայն։ Դա խոսում է այն մասին, որ այն չի ուսումնասիրվում եւ անցնում է փաստորեն կորումա պատմությունը։ Առաջին հերթին երևի թե դա էր, որ ինձ շատ հետաքրքիր էր։ Երկրորդ միտքը, որ ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց, այն էր, որ կարդացի 1938 թվականին ձևավորվել է առաջին պետական ջազ նվագախումբը Հայաստանում, սովետական Հայաստանում եւ ինձ համար շատ զարմանալի էր ինչպես Ստալինյան շրջանում կարող էր պետական կարգավիճակով ջազ լիներ, հետո իհարկե ուսումնասիրելով հասկացա, որ դա միակ ճանապարհն էր։ Բացի այն, գիտեք, ես մի քիչ չեմ ուզում ասել, որ ջազ էր թե ջազ չէր, իհարկե մեր պատկերացումներով ջազ կարող ենք ասել, որ այն ջազ չէր, բայց այն ջազներ, ինչը հնարավոր էր այդ տարիներին գոյություն ունենար մեր համակարգում։ Իսկ հիմա ինչ եք հետազոտում, հիմա ինչն է ձեզ հետաքրքրում։ Վերջին տարիները, քանի որ տեխնացուական աշխատանքից վրա եմ այս պահին աշխատում, ավելի շուտ ջազի քաղաքական, սոցիալական կողմներն են, թե ինչպես է այն որպես ագիտացիոն գործիք կիրառվել, թե ԱՄՆ-ի կողմից, թե խորհրդային, ինչ զարգացումներ է ապրել, ինչպես է վերափոխվել անկախության տարիների ընթացքում, որքանով է այդտեղ քաղաքականության մասը առկա, որքանով ոչ։ Underground եւ այսպես ասած պետական առաջնագծային ջազի զարգացվածությունները, նրանց հակադրությունն ու այսպես մի շարք հարցեր, որը կապված է ավելի շուտ մի քիչ արտաերաշտական կոնցեպտի հետ, քան բուն երաշտական։ Ավելի մշակութային, ավելի դրա քաղաքականացված սոցիալական հարցերն են ինձ այս պահին հետաքրքիր։ Գրականություն։ Մենք առիթ կունենանք այդ մասին խոսելու եթերում, զրուցելու ձեր հետազոտությունների մասին, եւ հաղորդման ավարտին ես կուզեի դուք նշեիք 1-2 անուններ ձեր սիրելի ջազմենների կամ կատարողների կամ խմբերի։ Դժվար հարց է։ Երևի թե վերջին շրջանում շատ եմ լսում Վարդան Հովսեփյանին, ջազ դաշնակահար, ով շուտով ի դեպ կգա Հայաստան, Սամվելին եմ Գասպարյան լսում, Արտյոմին Մանուկյան, Հայաստանի պետական ջազ նվագախումբն եմ հաճախ գնում նրանց համերգներին, Դավիթ Մելքոնյան, հին կլասիկներից միակ եւ անկրկնելի Դավիթ Ազարյանին կարծում եմ կառանձնացնեմ։ Ոչ հայկական։ Ոչ հայկական։ Ոչ հայկական շատ են Brad, չէ, լսում եմ իհարկե, Brad Meldau, Chick Corea, Keith Jarrett, շատ կարելի է իրենց լսել ամբողջ։ Կարծում եմ այո, John Coltrane իմ։ Այո։ Սիրելի։ Ինչու սիրելի։ Coltrane-ը երևի թե խոսում է հենց իմ հոգու երաժշտության մասին։ Բոլոր ճգնաժամերս անցնում են Ջոն Կոլտրեյնի երաժշտության տարբեր փուլերի հետ։ Շատ լավ, թերևս այսքանը Ռիմա, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ սիրելի ռադիոլսողներ, այսօր ջազի միջազգային օրն է, ջազը մի, այսպես ասած, ոլորտ է, որը այս պահի մասին է, չէ՞։ Այո։ Եվ առաջնահայելու մասին է։ Թերևս պիտի ապա օգտագործենք, ջազ լսենք։ Շնորհակալություն։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, մինչև հանդիպում։